Ինչպես կմեկնաբանեք Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի եւ արդյոք ըստ ձեզ հրաժարականի պատճառը ընտանիքով զբաղվելն էր։ Հրաժարականը անթույլատրելի է, որովհետև ինքը ուներ պարտավորվածություն քաղաքացիների հանդեպ եւ իր նախընտրական ծրագրում ինքը խոսք էր տվել, որ իր խոստումները պետք է աներ 5 տարվա մեջ, բայց 5 տարին դեռ չլրացած, մոտ 1 տարի եւ 6 ամիս ժամկետ դեր ուներ ինքը կառավարելու, որոշեց, որ պետք է պատճառաբանի, որ ընտանեկան ծանրաբեռնվածությունից ելնելով ինքը վայր է դնում մանդատը, ես չեմ ցանկանում երբեք ինձ թույլ տալ մտնել որևէ մեկի անձնական ընտանեկան տիրույթ, բայց մի փոքր հետ գնանք, երբ իր երեխան նոր էր ծնվել, ինքը շատ կարճ ժամկետում մնաց այդ դեկրետ կոչվածում եւ միանգամից անցավ իր աշխատանքին նորից։ Եթե խնդիրը ընտանեկան էր, թող օգտվեր օրենքի կետից, որով ինքը կարող էր ավելի երկար մնալ դեկրետում եւ իր ժամանակը տրամադրեր իր երեխային։ Այն ժամանակ չկար դրա կարիքը, հիմա չգիտես ինչու, պարզվեց, որ կա։ Իրականում այստեղ պատճառը մեկ այլ է, դա իր խոսքը միայն քողարկումն է այն իրականության, որը կա, իսկ իրականությունը այն է, որ Փաշինյանը չի ցանկանում իր կողքին ունենա մարդիկ, որ առանց այն էլ իր վարկաբեկված ռեյտինգը հասցնեն զրոյից էլ ներքև, որովհետև այս պահին քաղաքապետի, նրա ամուսնու ընտանիքի հետ կապված մի քանի կոռուպցիոն գործարքներ կան, նաև մոտ 50 օր առաջ եղավ սպանություն Էջմիածնում, որը նույնպես կապում են եւ ասում են, որ իրավապահները իր ամուսնուն են հրավիրել այնտեղ հարցաքննության, այսինքն այստեղ պատճառը ոչ թե իր ընտանիք գնալու ցանկությունն է, այլ նրանից ուղղակի Փաշինյանը որոշել է ազատվի, թե ինչ կանի այդ ազատվելուց հետո ինչ ընթացք կստանան տվյալ քրեական գործերը, ինձ թվում է մի քանի օրվա մեջ արդեն պարզ կլինի։ Այսինքն կարծում եք, որ պատճառը կարող են լինել նաև իր սկեսօրին տրված չընդունելությունները, ընտանեկան գազալցականում տեղի ունեցած սպանությունը եւ որոշ կոռուպցիոն հարցեր, որոնցում կապում էին Դիանա Գասպարյանի անունը։ Ինչպես օրինակ նշվում էր, որ բենզին է տրամադրել քաղաքապետարանի գումարներով սկեսրոջը, չգիտեմ, նման խնդրահարույց գործերի հետ էին կապում իր անունը։ Տեսեք, նման գործեր շատ կան, բայց եկեք չհիմնվենք այսպես ասած ժողովրդի խոսքի վրա, ինչպես դա սիրում են անել ԿՊԱ-ականները, այլ փաստերով։ Փաստերով հարուցվել են մի քանի քրեական գործեր եւ բանը հասել է նրան, որ ծիծաղելի է, բայց Դիանա Գասպարյանին տուգանել են 200 կամ 300 հազար դրամով։ Նորից եմ կրկնում, այդ 200-300 հազար դրամը ցանկացած պահի կարող է վերածվել միանգամից կալանքի։ Իսկ ինչ վերաբերում է այդ շինթույլտվությունների հետ կապված, Էջմիածնում մի բացիթողի վիճակ է տիրում այդ հողերի հետ կապված, շինթույլտվությունների հետ կապված եւ աղբահանության խնդիր ունենք, որ հողերը արդեն այնքան են բաժանել, որ աղբը տանելու տեղ մարդիկ չունեն եւ աղբը բերել լցրել են մարդկանց վարելահողերի անմիջապես սենց հարակից տարածքում եւ նաեւ լցվում է բնականաբար քամին կենթանիները կբերեն կլցնեն այդ տարածք։ Պետք է հողերի բաշխումը եւ քաղաքի կառավարումը այս կերպ լինի, դուք վերևում նստած չեք տեսնում անընդհատ թուղթ ստորագրելով սրան թույլտվություն, նրան թույլտվություն, այս հողը օտարել, մյուսը օտարել, դուք չեք տեսնում, որ քաղաքը քանդվում է։ Հիմա ինքը փաստացի քանդված քաղաքը թողնում է եւ հեռանում է իր խոսքով եմ ասում, ուրիշ ոչ մի բան չեմ ասում, վայելելու իր ընտանիքը։ Բա ձեր այս անցած 2018 թվականից դուք քաղաքապետ եք, ով է վերջի վերջո գալու եւ ձեր փոխարեն ձեր քանդածը սարքի, ում հույսով եք թողնում գնալու։ Եվ այսօր էլ խոսում են, որ Էջմիածնի ԿՊ-ում կադրերը, այսպես ասած Նիկոլի համար այնքան վատն են, որ չգիտեն ում դնեն քաղաքապետ։ Խոսում են նաեւ, որ Դիանա Գասպարյանը պետք է ավելի ուշ վայր դներ մանդատը եւ ինքը շտապել է այս հարցում եւ բոլորին անակնկալի է բերել։ Գասպարյանը իր հրաժարականի տեքստում շնորհակալություն էր հայտնել, որ լինելով անփորձ եւ ոչ շատ այդպես պատկառելի տարիքի, իրեն վստահել էին քաղաքի կառավարումը։ Այդ անփորձ աղջիկը քաղաքին ինչ է տվել։
Իսկ կներեք, ով փորձ ունի ընդհանրապես, կա մի ԿՊԱ-ական կադր, որը փորձ ունի, չկա նման կադր։ Բոլորին տեսել են ով է փողոցում պարապ քայլելուց մի քիչ ավելի տեսքովներին ընտրել են, դրել են կարևոր պաշտոնների, այն մի քիչ ավելի բեջուրաներին հետևի պաշտոններ են դրել, որ գոնե չերևան։ Հիմա մեր քաղաքապետը արդակնապես հաճելի նաև խելացի աղջիկ է, բան չունեմ ասելու այդ առումով, իրան վստահեցին Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը, բայց հիմա նորից կրկնեմ, մարդ չունեն, որ իրան փոխարինեն։ Ում են փոխարինելու ձյանն այդտեղը։ Իմ կարծիքով, չգիտեմ, ինչ կփորձեն անեն, կփորձեն ինչ որ մեկին ԺՊ-ով նշանակեն, թե կփորձեն նոր ընտրությունների գնան, տեսնենք, դա ժամանակը ցույց կտա։ Այ Մանվել Գրիգորյան ժամանակ մենք հիշում ենք, որ բողոքում էին հիմնականում նաև ԿՊԱ-ականները, ասում էին քաղաքը թալանում են, մարդիկ վախի մեջ են ապրում, ինչ փոխեցին իրենք իրենց կադրով։ Տեսեք, իրենք բոլոր իրենց քայլերը միշտ եղել է ցուցադրական, եւ առաջի այդ ցուցադրական քայլերից մեկը այն էր, որ եկան ասեցին Մանվել Գրիգորյանը Էջմիածնում փողոցներ է փակել, չգիտեմ, սարքել է միակողմանի եւ այդ փողոցները պետք է բացենք։ Նման փողոցներ Էջմիածնում այն ժամանակ կային, խաղահրապարակների շրջակա տարածքում, որտեղ երեխաներ էին, հիմնականում ծնողներ, մանկասայլակներով եւ այլն, այդ փողոցները իրանք եկան բացեցին։ Միանգամից ցույց տալու համար, որ տեսեք, մենք Էջմիածինը ազատել ենք, այն ժամանակ լավ է եղել եւ այլն, ու դրանից անցավ մի քանի ամիս, իրանք տեսան, որ ոչ մի ձև մարդկանց այդ վատ կողմերը, սանձարձակությունը չեն կարողանում պահել, այսինքն նույնտեղ խաղում էին երեխաները, նույնտեղ քայլում էին իրենց ծնողները եւ ինչ որ մեկը մեքենայով որոշում էր sense ժողովրդի լեզվով ասած դրիֆտ աներ։ Իրանք նորից փակեցին այդ փողոցները, որ փողոցները, որ փակ է եղել Մանվել Գրիգորյանի ժամանակ, հիմա նորից փակ է։ Տեղեր կան ավելի են խստացրել, չգիտեմ, այդ շլամբաո հայերեն կներեք ոնց է, դրանցից են ավելացրել, որոշ ժամերի փակում են, երեկոյան ժամերի բացում են, որովհետև կարգ ու կանոնը պահելու համար դա պետք է։ Մանվել Գրիգորյանի ժամանակ, ի տարբերություն հիմիկվա, Էջմիածնում քաղաքապետարանը, ոստիկանությունը, մարզպետարանը աշխատում էին համատեղ։ Եթե կար խնդիր, կար որևիցե մի անձ, որ իրեն փորձում էր վերդասել օրենքից, մեկը մյուսի հետ կապը պաշտպանելով, կարողանում էին տվյալ մարդուն, այսպես ասած, մի կողմ դնել։ Հիմա չկա այդ ամենը, ցավոք սրտի։ Հիմա սպանություններ են Էջմիածնում, որ տեղի են ունենում։ Ոստիկանությունը իր տեղում չի, քաղաքապետը իր տեղում չի, մարզպետն էլ Արմավիրի մարզում այնքան արագափոխվում, որ ազնիվ խոսք, հիմա որ հարցնեն ով է Արմավիրի մարզպետը, ես տեղյակ չեմ, որովհետև տենց արագ, չգիտեմ, ինչ պրինցիպով է փոխում մարզպետերին Փաշինյանը մյուս մարզերում, բայց մեր մոտ կարծես լողանալ մարզպետ է փոխում Փաշինյանը։ Ինչ եք կարծում, այնուամենայնիվ ով Դիանա Գասպարյանին կփոխարինի, արդյոք ունեն այս պահին նախընտրելի թեկնածու կամ կադր կամ տարբերակ, որով կընտրեն թեկնածու։ Տարբերակը այս պահին օրենքով գոյություն ունեցող երկուսն են, կամ պետք է հերթական ԿՊ-ի ցուցակից ինչ որ մեկին ընտրեն որպես նոր քաղաքապետ, որը կպաշտոնավարի մինչև ժամկետի ավարտ, կամ երկու անգամ ընտրելու փորձ չստացվելուց հետո կնշանակեն քաղաքապետի ԺՊ, որը կկառավարի այնքան, ինչքան իրանք ցանկանան, որովհետև նույն Վանաձորի օրինակը մենք ունենք, որ արդեն 3-ից ավել տարի է այնտեղ ժամանակավոր պաշտոնակատարն է քաղաքապետ, նույն պատկերը ինձ թվում է ավելի վատ լինելու է Էջմիածնում, որովհետև այս պահին ԿՊ-ի այս վիճակում ոչ մի իրեն հարգող մարդ թույլ չի տա գա կանգնի քաղաքացիական պայմանագրի կողքը եւ դառնա քաղաքապետի ԺՊ, որը իրեն ոչինչ չի տալու, այսինքն Փաշինյանը կարող է առավոտ քնից ելներ տրամադրություն չունենալ եւ այդ ԺՊ-ին ճանապարհել միանգամից, այսինքն կարող է ունենալ թիթեռի կյանք, մի քանի օրվա կամ մի քանի ժամվա կյանք ունենա այդ քաղաքապետը, դրա համար իրենց մոտ այս պահին շատ բարդ իրավիճակ է ստեղծվել հերթական թեկնածուին գտնելու հարցում, իրենց ցուցակում էլ իմ կարծիքով չունեն համապատասխան մարդ, առջևում ընտրություններ են թե ազգային ժողովում, թե դրանից հետո նույն Էջմիածնում, իրենց պետք է մարդ, ով կկարողանա այնտեղ համախմբել էջմիածնեցիներին ԿՊ-ի շուրջ, իսկ ես
այդպիսին չեմ տեսնում։ Իրենց ամբողջ ցուցակին ծանոթ եմ, բայց այդպիսի մեկը չկա եւ ասում եմ, չգիտեմ էլ ում կկարողանան գտնել, որ իր ինքնասիրությունը դնի մի կողմ եւ այսքանից հետո գա եւ որոշի Փաշինյանի մոտ աշխատի քաղաքապետի ԺՊ։